Ազգը նույն ցեղին պատկանող սերունդներու մի անհատականություն է։ Տարբերությունը միայն այն է, որ անձի անհատականությունը սահմանավորված է կարճ ժամանակամիջոցում, իսկ ազգինը ժամանակի սահմանավորում չունի։ Անհավիտենական է, երբ հիշողությունը չէ կորսեցուցված, անմահկանացու է, երբ իր անցյալով հպարտ չէ և կամ ձայն չգիտեր, և երբ ազգովին չէ բնաջնջված։ Ռուբեն Տեր-Մինասյան։ Ռուբեն Տեր-Մինասյանը մարտով ուներ բացառիկ ունակություններ, քաղաքական և ռազմական գործիչ, օժտված էր բացառիկ աստղագյուտ հատկանիշներով։ Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1872 թվականի մայիսի 7-ին Ախալքալաքում։ Ընդամենը 5 տարեկան էր նա, երբ մահանում է հայրը։ Ախալքալաքում Ռուբենը ապրում է հայտնի Խաս Բաղչայի փողոցում։ Ծխական դպրոցը ավարտելուց հետո Ռուբենը ընդունվում է Գևորգյան ճեմարան։ Այն ավարտելուց հետո մեկնում Մոսկվա, սովորում Լազարյան ճեմարանում։ Այնտեղ ստանում է ռուսական սպայի կոչում։ Հայդուկապետ Ռուբենը իմանալով, որ իրեն ուղարկելու են Մանջուրիա, մասնակցելու ռուս-ճապոնական պատերազմին, վերադառնում է Կովկաս, զբաղվում կուսակցական գործունեությամբ։ Ռուբեն Տեր-Մինասյանը Կովկասում, Կարսում ձեռք բերելով կառավարման փորձ, մեկնում է Երևան, հանդիպում Նիկոլ Դումանին։ Նրա հետ անցնում է Պարսկաստան, փորձում նրա խմբի հետ անցնել երկիր, Արևելյան Հայաստան։ Սակայն Հռազինի կռվում խումբը անհաջողություն է կրում և հետ վերադառնում։ Ռուբենը անցնում է Վասպուրական և գործունեությունը ծավալում Վասպուրականի գավառներում։ Իշխանի հետ ունեցած վեճի պատճառով գալիս է Վան, որտեղ տեղի կոմիտեից ստանում է մի նամակ, որտեղ նշվում է, որ իր մահվան դեպքում կփոխարինի իրեն։ Նամակի հեղինակը Գևորգ Չաուշն էր։ Այս կարևոր գործը Վանի կոմիտեն վստահեցրել էր 24-ամյա Ռուբենին։ Հասնելով Սասուն նա տեսավ, որ կառավարությունը ամեն գնով փորձում է ձերբակալել Գևորգ Չաուշին, որ Չաուշը Խարսի կռվում հազիվ էր ազատվել գերի ընկնելուց։ Երկրորդը այն է, որ նա խախտել էր չամուսնանալու ուխտը, ամուսնացել Հեղին գյուղի Ռեզ Վարդանի դստեր Եղսոյի հետ։ Այս քայլը պատճառ էր դարձել, որ ֆիդայիների մի մասը հրապարակավ չենթարկվի Գևորգ Չաուշ հրամանատարին։ Ստեղծված իրավիճակը վտանգավոր էր այնքանով, որ երկար շարունակվելու դեպքում կվտանգվեր ֆիդայական շարժման հետագա ընթացքը։ Իրավիճակը Ռուբենը նկարագրում է այսպես. երիտասարդը պետք է դատեր մարդկանց, ովքեր իրենց անցյալով կարող էին իրենց գրպանում տեղավոր էր։ Հապաղումը մահ էր։ Ռուբենը մի կողմ դնելով ամեն ինչ, նա պահանջում է զինաթափ անել ըմբոստ ֆիդայիներին, որոնցից ամենահեղինակավորը Սպաղանցի Մակարն էր։ Զինաթափությունը ֆիդայիների համար մահից էլ ծանր վճիռ էր։ Այնուամենայնիվ Ռուբենին հաջողվեց իրականացնել նախկին կարգերը։ Ռազմական գործի հաջորդ ցայտուն գործունեությունը, որը իրականացրեց Ռուբեն Տեր-Մինասյան անհատականությունը, մի հանդուգն ծրագիր էր, որ տեղի ունեցավ ակրևանցի Բենոյի խորհրդով։ Հայտնի էր թարիքը թերապիա, այսինքն հպատակությունից հրաժարվել։ Ըստ այս ծրագրի մեծ թվով մարդիկ հրաժարվում են թուրքական հպատակությունից և անցնում այլ երկրներ, որտեղ իբրև նրանց տրամադրելու են և հող, և փող։ Թուրքական կառավարությունը խուսափելու համար այդքան հարկատու բնակչության հեռացումից մեղմեց ճնշումները հայերի հանդեպ և զսպեց դաժանությունները։ Հասնելով իրենց նպատակին, ֆիդայիները և հոգևորականները կոչ արեցին ժողովրդին չլքել երկիրը, քանի որ դրսում ոչ հող կար, ոչ էլ փող։ Մահվան սպառնալիքով արգելվեց օգտվել թուրքական բանկերից, հող ծախել թուրքերին կամ քրդերին։ Ռուբենի կատարած գործունեությունից հիշատակության է արժանի Սուլուխի ճակատամարտը։ 1907 թվականի մայիսի 27-ին տեղի է ունենում Սուլուխի ճակատամարտը։ Մի խումբ ֆիդայիներ Գևորգ Չաուշի գլխավորությամբ դիմադրում են թուրքական կանոնավոր բանակի հրամանատար Քյոսեփ Բինբաշու դեմ։ Ճակատամարտի սկզբում Չաուշը վիրավորվում է։ Նրա դիրքն անցնում է թշնամու վերահսկողության տակ։ Վճռական պահին Ռուբենը ֆիդայիներին հրամայում է անցնել հակահարձակման և հետ գրավել Գևորգ Չաուշի դիրքը և նրան ազատել թե կենդանի, թե մահացած։ Ասենք, որ ֆիդայիներին հաջողվում է իրականացնել հակագրոհը։
Նրանք կարողանում են հետ վերադարձնել ոչ միայն Չաուշի դիրքը, այլև առանց ստուգելու Գևորգ Չաուշի վիճակը ունենա զգալի առաջխաղացում։ Այս առիթով Ռուբենն ասել է. «Կռվի թեժ պահին աստվածներին մոռանալը արդարացված էր»։ Անհավասար մարտերում հայերի զոհերի թիվը հետևյալն էր՝ 3 ֆիդայի, 18 կռվող գյուղացի։ Թուրքական կորուստներ ավելին էր։ Սպանվել էր թուրքական բանակի հրամանատար ազգությամբ Կաբարդի Մուհամեդ Էմինը, Բիթլիսի նահանգի թուրքերի ամենաժողովրդավարություն վայելող Փաշա Քյոսեփ Բինբաշին։ Վերջինս մի առիթով ասել էր, որ եթե ինքը հայ լիներ, կուզենար Գևորգ Չաուշ լիներ։ Եվ ասես ճակատագրի հեգնանքով միևնույն մարտում զոհվում է և Գևորգ Չաուշը, և Բինբաշին։ Բացի Բինբաշուց Սուլուխի ճակատամարտում սպանվում են նաև թուրք 200 ասպետ, 5 50-ապետ, բժիշկ, ոստիկանապետ և 120 ասքյալ։ Անհավասար կռվում թշնամու ճնշումները էլ ավելի է ուժեղանում, երբ 1907 թվականի մայիսի 28-ին Գևորգ Չաուշը մահանում է։ Կարծես ճակատագրի հեգնանքով նրա մահից 11 տարի անց Հայաստանը ձեռք է բերում Գևորգ Չաուշի նվիրական երազանքը՝ անկախությունը։ Ռուբեն Տերմինասյանը մեծ դեր է ունեցել սփյուռքահայ համայնքների կազմակերպման, հայրենասիրական դաստիարակության և Հայաստանի ազատագրական գաղափարի պահպանման գործում։ Ռուբենը նաև թղթակցել է հայկական մամուլին, մասնավորապես Կահիրիեի հուսարեին։ Պահպանված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ մտերիմ է եղել նախկին վարչապետ Համո Օհանջանյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Ավետիք Իսահակյանի հետ։ Մահից առաջ ընկերների հրավերին մասնակցելու ՀՅԴ-ի 15-րդ ընդհանուր ժողովին պատասխանել է. Իմ գործս կենդանի մարդուց հետ վերջացած է։ Այդ գործը դու և ուրիշները կշարունակեք։ Այժմ մեռելներու հետ է իմ գործը։ Ձգե որ գոնե մեռելներու պատմությունը սնեմ, վերջացնեմ մեռնելես առաջ։ Հազիվ հաս կրցած եմ ամփոփվել այդ աշխարհի մեջ և ամբողջովին կենտրոնացնել միտքս հոն։ Մի կտրեք թելը մտքիս, մի բաժնեք զիս այդ աշխարհեն։